Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ժորժան, ոչինչ չեն հայտնաբերել, երեխաներից երկու հեռախոսն են տարել, մի հատ պլանշետ են տարել և երկու հատ թուղթ են տարել, որ այս իրանց անհետության հետ ընդհանրապես կապ չունի։ Առավոտ ժամը 8-ին քննչական կոմիտեի աշխատակիցները ԱԱԾ-ի հետ միասին եկան և դատանի որոշումով ասեցին, որ պետք է խուզարկություն իրականացնեն։ Խուզարկությունը իրականացրել են, 10:30 վերջացրել են, մոտ 1 ժամ առաջ։ Նոր վերջացրել եմ և իջել եմ այստեղ։ Պարոն Սարգսյան, ինչ է տեղի ունեցել ձեր տանը, որ խնդրեմ կմանրամասնեք։ Մանրամասն ասում եմ, առավոտ 8-ին եկել էին, դատարանի որոշումով խուզարկություն անելու, ամբողջ տունը խուզարկել են, պատվալից մինչև տանիք, տարել են երկու երեխայիս հեռախոսները, մի հատ երեխայիս պլանշետը և հեռախոսը չեն տարել, երեխաները տարել։ Այո։ Դե անջատված հեռախոսեր էլի դարակը գցած դրա համար։ Ահաբեկչության համար ոչ մի հարմար բան չի։ Ահաբեկչության հարմար, ոչ մի հարմար, ոչ թե հարմար, այլ ընդհանրապես ոչինչ չեն գտել։ Մետաղալար աստղիկներ, որ Ոչինչ չեն հայտնաբերել, ինչի մասին եք խոսում առաջան Հասկանի հաղորդազրույցի, որովհետև հենց նոր Հովհաննեսին Խուդոյան թույլ չտվեցի, որ նա ներս մտնի։ Փաստաբանը կես ժամ ուշացումով եկել է, բայց փաստաբանին թույլատրել են խուզարկությանը մասնակցի։ Իսկ հարցեր հնչել են ձեզ ուղղված թե դրա։ Ոչ, հիմա ասել են, որ առաջիկա ժամերին կհրավիրեն քննչական կոմիտե հարցաքննության։ Որևէ փաստաթուղթ, Ինչ կարգավիճակ ունեք, որևիցե կարգավիճակ։ Ոչինչ չեն գտել, ես համոզված եմ, որ երեկվա դավաճան իշխանությունները ինչ-որ փաստաթուղթ էին գցել։ Այդ փաստաթուղթը հեղաշրջման պլանը, երեք մտածում էինք, որ դա միտումնավոր են արել, այսօր արդեն համոզված ասում են, որ այդ պլանը գցել են այդ անհեթեթ պլանը, որպեսզի այսօր իրականացնեն այս խուզարկությունները, որտեղ հստակ ասեմ, վախեցած են, Սրբազանի ասած վախն ծնկների մեջ է, բայց հստակ ասեմ, որ մեր պայքարը, մեր հայրենիքի համար, արժանապատվության համար, մեր եկեղեցու համար եւ այս որ փորձում եմ մեզ լռեցնել, վստահաբար ասում եմ ոչ միայն ինձ, այլ իմ պայքարի ընկերների, մեր պայքարի ժողովրդին, ովքեր պայքարում են, որ ունենան չթուրքացած Հայաստան, չեն կարելու լռեցնել։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում այն հոդվածները, որոնք արդեն շոշափվում են պաշտոնական հաղորդագրություններում, բավականին սարսափելի հոդվածներ են, համարյա ՑՄ դատապարտման ենթակա բաներ են, այո, ահաբեկչություն, այսինքն տեռակտ է պլանավորել Սրբազան հոր հետ։ Ինչ կասեք այս մասով, այսինքն սրանք երկարաժամկետ պլաններ են մինչև 26 ընտրություններ գուցե մի բաներ ավել, թե մայրաթոռ ներխուժելու եւ վեհափարի հետ իր երազած կոնֆլիկտին հասնելու ճանապարհն է մաքրում այսպիսով։ Սյուզի ջան, ես այս գործողություններին ծանոթ եմ դեռևս 22 թվականից, երբ որ մեր Սյունիքի համայնքի ղեկավարներին կալանավորեցին, սա դրանց վախն է։ Հիմա այս նույն process-ը իրականացնում են։ Կալանավորեցին, հետո դարձան ոչ ընդդիմադիր։ Ոչ մեկ չի դարել ոչ ընդդիմադիր են, պայքարի մեջ են, Փայլակ ջան, հիմա դրա ժամանակը չի, հիմա կոնկրետ սրա հետ կապված հարցեր ասում եք։ Խուզարկությունների ընթացքում ինչ որ բան հայտնաբերվել։ Չէ, ոչինչ չի հայտնաբերվել։ Ոչինչ չի հայտնաբերվել, են իրանց ինչ որ գրել էին, ինչ որ հեղաշրջում ենք ուզում անենք, ահաբեկչություն ենք ուզում անենք, այո, տարել են երկու երեխաներից հեռախոսը, մի հատ պլանշետ, տղայիս պլանշետը եւ մի քանի փաստաթուղթ։ Ձեր մարզի տանը տուն փորձել են ներխուժել, ձեր Չէ, Երևանի մեր Ուլնեցի ու 10 տուն են եկել, որտեղ այս պահին ես փաստացի բնակվում եմ։ Արդեն ձերբակալվածներ կան, ինչ է կարծում, ձեր ինչ կարգավիճակ ունեն հապես հրավիրել հատուցումից։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, բայց բնականաբար որ ձերբակալվածներ կլինեն, կալանավորումներ կլինեն, ես վստահաբար ասում եմ դա տենց։ Դուք Սրբազանի տուն գալիս եք, ինչ տեսել եք, այս ինչ բաներ էին, որ տանում էին։ Չեն ասել են փաստաբանի հետ կապնվել են, փաստաբանին տեղյակ կպային։ Պարոն Սարգսյան, դուք Բագրատ Սրբազանի հետ շատ մտերիմ եք, միասին եք այս ամբողջ ընթացքում եղել Սրբազան պայքարից հետո էլ այդ քննչական կոմիտեի նկարագրած գործողությունները, որ 25 հոգանոց խմբեր եք ուզեցել ձևավորել, մի 1000 հոգով ահաբեկչություն անել, դրա մեջ ինչ որ տեղեկություններ ունեք դրա հետ կապված ու դրա մեջ ներգրաված եք եղել թե չէ, ահաբեկչություն եք ուզել անել։ Սրբազանը իմ եղբայրն է եւ ես առանց թաքցնելու ասեմ, որ այս 1 տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում եւ մեր պայքարը, որը եւ մայիսին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով, օրենքով
այս իշխանությանը հեռացնել եւ ունենալ հայրենիք արժանապատվություն։ 24 ժամ որ այստեղ եք եղել, տեղյակ եք ինչ թղթեր էին, որոնք կարող էին այստեղից գտնեին եւ տանեին։ Ես չեմ կարծում ստեղ ինչ որ թղթեր լինեն կամ ինչ որ բան լինեն, ստեղ ընդհանրապես կարան լինեն այն ակցիաները, որ իրականացնում ենք, բոլորը տեսնում եք, չեմ վստահում, կարան լինեն այս պաստառները, ընդհանրապես ոչինչ չի կարող լինել ստեղ։ Պարոն Սարգսյան, ինչ մենք զրուցում ենք, այստեղ քննչական կոմիտեն է ձայնագրություն հրապարակել ընդդիմադիրների մասնակցությամբ, թե ինչպես են էլի հեղափոխություն պլանավորում, հենց իրենց պաշտոնական էջում է հրապարակվել ձայնագրություն։ Ժորժ ջան, ձայնագրություններ կարան սարքեն, հրապարակեն, ամեն ինչ կարող են անել։ Փաստն է նա, որ պլանավորում չի եղել, այդ ինչ որ իրանք արել են, այն ինչ որ արել ենք, տեսել եք, փողոցային անանազանդության ակցիաներ, որը եւ արել ենք, մի տարի անում ենք ու շարունակական գնում է։ Եվ նրանք հասկացել են, որ այս ամեն ինչը ձնագնդու պես կարա մեծանա եւ խնդիր առաջանա, փորձում են իրանց այն կեղծ օրակարգով, օրենքի բացակայությամբ ինչ որ ուզում են անում են։ Բնականաբար դուք բոլորդ լսել եք, որ այս երկրի ղեկավարը այնօրն ասել է, որ ԱԱԾ պետին ես ինչ հրաման տամ, պարտավոր է իրականացնել, ինչի մասին են խոսում։ Ինչ կուզեն կանեն, վստահաբար ես ասում եմ, ես դրա համար չեմ զարմանում։ Ես հիմա վստահ ասում եմ, որ կարող է մի ժամից ինձ կալանավորեն։ Իմիջիալոց ասեմ, դրան պատրաստ եմ, ես ինչ որ եղել է, ես մի քանի անգամ այս process-ով անցել եմ, իմ ընտանիքն էլ է դրան պատրաստ, իմ 4 անչափահաս երեխաներ են դրան պատրաստ, եւ մեր պայքարը շարունակվելու է։ Դուք այս կեցավայր ելումուտ ունեցել եք, մտել եք, տեսել եք քիչ առաջ ԱԱԾ-ականները ինչ որ եռանկյունի ճանապարհային երթևեկության նշան հանեցին տնից եւ դրեցին Բեռնախցիկում մեքենայի։ Ինչ նշան էր դա, ընդհանրապես ինչի համար էր, տեղեկություններ ունեք այդ նշանից։ Դրանով Չգիտեմ, որ հանել են թե չէ, եթե երանգունիով կարելի է աբեկցություն անել, եւ նինջայի նման էս պետք է պատտեն գնար Նիկոլի վիզը կտրվեր, երևի հնարավոր է։ Եթե դες նշան եղել է, բնականաբար ասում եմ ակցիա անեմ, եթե կարող է այդ ակցիան կպցնելու համար նշանը դնել, որ հանկարծ մեր երեխաներին վթարի չի ենթարկին։ Եթե դες նշան ասում եք, փաստացի տեսել եք եղել է, բայց նշանով ակցիա չեն անում։ Եթե մեր մեջ նինջա կացես պետք է պատտի գնա ինչ որ մեկի վիզը կտրի, ինչ ասեմ Ժորժ ջան։ Ինչ եք մտածում, ասենք այս սցենարը ամեն անգամ ինքը կրկնում է, ամեն անգամ դատարաններ եւ այլն, ու սա երկարաձգվեց։ Փաստացին է երրորդ սրոկին է պատրաստում իր պաշտոնավարման եւ չի էլ թաքցնում։ Հիմա դուք մտածում եք, որ նա այսպեսով փորձում է ստուգել իր քաշը քաղաքական, որպեսզի ձեր հետ գնա բանակցությունների իր հետագա ճակատագրի հետ կապված, թե վերընտրվելու համար, թե վեհափառություն գնալու համար, ներողություն, վեհարան գնալու համար իրավիճակ է ստեղծում, որ ամեն մեկը Ես հստակ իմ կարծիքի եւ իմ վերլուծությունն ասեմ։ Նա այլևս հստակ հասկացել է, որ ժողովրդի աջակցությունը չունի։ Երկրորդ տարբերակը մնում է վախի մթնոլորտ ստեղծի։ Այս ամեն ինչը արվում է այս ռեպրեսիաները, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը վախեցող չի եւ իր կամքը ցույց կտա եւ կդրսեւորի։ Հայ ազգը վախեցող չի, առավոտից այստեղ ենք պարոն Սարգսյան, ինչ որտեղ գուցե տարակուսելի ինչ որտեղ ձեզ համար վիրավորական է, որ այսպես մի ամբողջ թաղամաս սեփական տներով հարևանները բակից սուրճ են խմում, բայց որևէ մեկը չի հարցնում, այս ինչ է կատարվում, ինչու եք այսպես լցվել, ԱԱԾ-զորքով եւ այլն։ Այսինքն սա տիպիկ պատկերը չի այն իրավիճակի, որում մենք Սյուզի ջան, բնականաբար մի թաղի բնակիչների մոտեցումով պետք չէ կարծիք կազմել ամբողջ ազգի հետ կապված, բայց ես վստահ ասում եմ, որ սա իշխանության կռիվ չի, սա կուսակցական կռիվ չի, սա մեր լինել չլինելու կռիվն է, դա մենք իմ ասելով չի, բոլորս տեսնում ենք թե ինչ է կատարում։ Արդեն հասել ենք եկեղեցուն։ Պատգամավոր կա 4-ն են եկել։ Փալյակ ջան, երկու ընդդիմադիր падգամավոր մեր տունն էին, երկուսը ուրիշ տեղ են, 4-ը ուրիշ տեղ են, բազմաթիվ ձերբակալվածներ կան եւ այդ ձեր մոտեցումը շատ սխալ է։ Կոնկրետ երկու падգամավոր Արման Ղազարյանն եւ Աննա Գրիգորյանը խուզարկության պայից եղել են մեր տունը եւ ամեն խուզարկվող այս պայն ցանկը ես չգիտեմ, բայց 15-20-ից ավել են, ամեն տեղ երկու падգամավոր, տեսեք ինչ է կատարվում։ Օրինակ ես նոր Facebook-ում տեսել, որ Գեղամ Մանուկյանը հենց հիմա գտնվում է Իգոր Սարգսյանի տան մոտ։